Սա աշտարակ քաղաքն է, որի կենտրոնական փողոցներից մեկն անվանակոչված է խորհրդահայ գիտնական Նորայր Սիսակյանի պատվին։ Այս փողոցի վրա գտնվում է նաև Սիսակյանի մոնումենտալ արձանը, իսկ դրա ետևում Սիսակյանի տուն-թանգարանը։ Թանգարանն արդեն տարիներ շարունակ չի գործում, եւ մարդիկ սկսել են քիչ-քիչ մոռանալ, թե ով էր նրանց հանրահայտ համաքաղաքացին։ Սակայն մոռանալ Նորայր Սիսակյանին ոչ մի դեպքում չի կարելի։ Նա եղել է Միջենական ակադեմիայի կենսաբանական բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, հետագայում եղել է Միջենական ակադեմիայի գլխավոր գիտական քարտուղար։ Այդ պաշտոնը մոտ համարյա թե երկրորդ դեմքն է նախագահից հետո։ Ոչ մի տիեզերագնաց չէր կարող հայտնվել տիեզերքում, եթե Կարալյովի ստորագրության կողքին չլիներ Նորայր Սիսակյանի ստորագրությունը։ Նորայր Սիսակյանը ծնվել էր 1907 թվականին գինեգործ Մարտիրոս Սիսակյանի ընտանիքում, երբ աշտարակը դեռ փոքրիկ գյուղ էր։ Մեծանալով գյուղական միջավայրում Նորայրը դպրոց է ընդունվում միայն 16 տարեկանում, սակայն արդեն 21 տարեկանում երիտասարդը որոշում է գործերը տալ Երևանի պետական համալսարան։ Այդտեղից որպես համալսարանի լավագույն ուսանողներից մեկը նա ուղևորվում է Մոսկվա, որտեղ սկսում է խորացված ուսումնասիրել կենսաբանություն։ Նա սկզբում եղել է ակադեմիկոս Պրանիշնիկովի աշակերտը եւ հետեւաբար զբաղվել է բույսերում տեղի ունեցող բազմաբնույթ կենսաբանական գործընթացների ուսումնասիրմամբ եւ նրա այդ հետազոտությունները հետագայում հիմք հանդիսացան բույսերի նոր սորտերի սելեկցիայի, գենետիկայի եւ այլնի համար։ 1930-ականների կեսին Սիսակյանն արդեն բավականին հայտնի գիտնական էր, դեռ 35-ը չբոլորած Մոսկվայում ստացել էր կենսաբանական գիտությունների դոկտորի կոչում, իսկ 40-ում արդեն հիմնադրել էր սեփական լաբորատորիան։ 1941 թվականին երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նորայր Սիսակյանը կամավոր անդամագրվում է Աշխարհազորին, մեկնում ռազմաճակատ եւ շատ կարճ ժամանակից ընդամենը ամիսներ անց պետական պաշտպանության կոմիտեն հետ է կանչում Սիսակյանին։ Ինչու, որովհետեւ կառավարության որոշում կար, որ խորհրդային բանակը վիտամինային խտանյութի կարիք ունի։ Գործը հանձնարարվում է Նորայր Սիսակյանին եւ երբ նայում եմ արխիվային նյութերը, հայտնաբերում եմ, որ ժամանակին պարգևատրվել է պատվո նշան շքանշանով խորհրդային վիտամինաբանության զարգացման մեջ ակնառու ներդրում ունենալու եւ կառավարության առաջադրանքը գերազանց կատարելու համար։ Պատերազմից հետո Նորայր Սիսակյանի հետազոտությունները հիմք դրեցին գիտության բոլորովին նոր մի ճյուղի՝ տիեզերական կենսաբանությանը։ Ասում են, որ Գագարինի պատմական թռիչքի օրը Սիսակյանը զանգահարել էր տուն եւ հեռախոսը վերցրած որդուն ասել. «Տղաս, ռադիոն միացրեք, կարևոր լուր են հայտնելու»։ Հետագայում, երբ որ նա տիեզերական բնագավառում էր, մենք լաբորատորիայում ոչինչ չգիտեինք։ Երբ որ երկրորդ տիեզերագնացը թռավ, Մոսկվայի համալսարանի մեծ դահլիճում ասուլիս էր եւ վարում էր ինքը։ Մենք բոլորս ենթադրեցինք, որ դե ակադեմիայի գլխավոր գիտական քարտուղարա, պարզապես ինքը պիտի վարի։ Երբ որ վերջացավ, մի քանի երիտասարդ մոտեցան ու դիմեցին իրան, թե Նորայր Մարտիրոսովիչ, դուք կգաք մեր հետ, ասաց չէ, я чуть позже подъеду։ Մի քիչ ուշացումով կմոտենամ։ Մյուս օրը առավոտը եկավ լաբորատորիա, մտավ մեր սենյակ, հարցնում ենք, բանա, ձեզ ով էր դուր գալի, առաջի Գագարինը, թե այդ երկրորդ տիեզերագնացը, ասեց, կան ավելի լավերը։ Մենք բոլորը զարմացանք, ասեցինք դուք նրանց ճանաչում եք, ասեց դուք եք ճանաչում, երեք ես նրանց հետ ձեզ ծանոթացրեցի։ Նոր իմացանք, որ ինքը անմիջապես առնչվում է այդ բոլոր գործերի հետ, որ ինքը ծրագիր է գրել տիեզերագնացության համար, որ ինքն է ղեկավարում։ Дорогие товарищи, наш народ одержал великую победу. Сегодня на космическом корабле-спутнике советский человек совершил первый космический полет. Это великая победа не только для нашей науки и техники, но и для нашего народа.
Это историческая победа. Թեև խորհրդային միությունում նրա գործունեությունը հույժ գաղտնի էր, Սիսակյանի գիտական ավանդը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց, երբ նրան 1964 թվականին ընտրեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 13-րդ նստաշրջանի նախագահ։ Սիսակյանը բացառություն էր, ոչ ոք այլևս սովետական միությունից եւ մինչեւ այսօր Ռուսաստանից այդ պաշտոնը չի զբաղեցրել։ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ընտրվելու կապակցությամբ այդ ելույթը անվանեցին գիտության օրհնետք։ 1999 թվականին Նորայր Սիսակյանի վաղաժամ վախճանից 30 տարի անց աշտարակում բացվեց գիտնականի տուն-թանգարանը։ Այստեղ ոչ միայն ցուցադրվում էին Սիսակյանի լուսանկարներն ու արխիվը, այլև տեղափոխվել էին բազմաթիվ անձնական իրեր ակադեմիկոսի միջավայրը վերարտադրելու համար։ Սակայն թանգարանը տարիներ շարունակ աշխատելուց հետո փակվեց ու աստիճանաբար մոռացության մատնվեց։ 2024 թվականին, սակայն, Կողբ հիմնադրամը նախաձեռնեց թանգարանի վերափոխման մի նախագիծ, ըստ որի այն կվերածվի մշակութային եւ գիտական կենտրոնի։ Կողբ հիմնադրամը բազմաթիվ կրթամշակութային նախագծեր իրականացնում եւ այդ նախագծերը իրականացնելու գործընթացում մենք միշտ հանդիպում ենք այն խնդրին, որ դպրոցները, որոնք հիմնականում մենք ժառանգել ենք խորհրդային միությունից, որոշակի բացեր կան, որոնք չի կարողանում լրացնել։ Մասնավորապես գիտելիք տալով աշակերտներին, բայց շատ կարևոր հատկանիշներ ու կարողություններ, ինչպիսիք են մտածելու, որոշում ընդունելու, համագործակցելու, ստեղծելու եւ նմանատիպ այսօրվա աշխարհում վճռական նշանակություն ունեցող հատկանիշներ ու կարողություններ ըստ էության չի զարգացնում։ Եվ միշտ մտածում ենք գտնել որևէ լուծում եւ նախագիծ, որի միջոցով կփորձեինք նաև այդ բացը լրացնել։ Սիսակյանի տուն-թանգարանի արխիվային լուսանկարները ուսումնասիրելով, բազմաթիվ լուսանկարներ հայտնաբերեցի այս տարածքի վերաբերյալ ու հետաքրքիր էր տեսնել, թե ժամանակը իմաստային ինչ խմբագրումներ է արել այս իբրև թե չփոխվող տարածքում։ Եվ ինձ թվում է այս նախագիծը, որ մենք հիմա նախաձեռնել ենք Կողբ հիմնադրամի հետ համատեղ, այդ իմաստային խմբագրումներից մեկն է լինելու։ Մենք այնպես ենք արել, որ սա չլինի միայն հնի մասին, հիշողության պահպանման եւ ժառանգության մասին։ Մենք այնպիսի միջավայր ենք ստեղծելու, որ այստեղ անցյալն ու ապագան իրար հանդիպելու են եւ վերաիմաստավորվելու է ամբողջ տարածքը, ամբողջ ժառանգությունը, որը հասել է մեզ։ Մենք դրա օրինական տերն ենք լինելու, փոխանցողը եւ միմյանց հարստացնողը։ Նախագծի առանցքում են լքված շինության վերականգնումն ու բազմաֆունկցիոնալ տարածքի վերածումը։ Թանգարանային հատվածը հարստացվելու է եւ նորովի կազմակերպվելու։ Այնտեղ կպահպանվեն Սիսակյանի անձնական իրերն ու լուսանկարները, ինչպես նաեւ կավելանան կենսաքիմիային եւ տիեզերական կենսաբանությանը նվիրված հատվածներ, որոնք ինտերակտիվ ձևով ցույց կտան այդ գիտակարգերի զարգացման պատմությունը։ Առաջին հարկն իր հերթին վերածվելու է միջոցառումների գոտու, որտեղ կկազմակերպվեն ցուցադրություններ, բանախոսություններ, գիտաժողովներ եւ ֆիլմերի դիտումներ։ Այստեղ թանգարանի այցելուները կգտնեն գրադարան եւ կկարողանան հանգստանալ սրճարանում։ Այս փոփոխությունները կիրականացվեն շենքի ճարտարապետության եւ պատմական արժեքի հանդեպ զգոնությամբ ու հարգանքով։ Եվ օրեր առաջ, երբ այս նույն տարածքում հանդիպում էի փայտագործ վարպետի հետ եւ իրեն մանրամասը ներկայացնում էի այն ակնկալիքը, որ մենք իրենից ունենք, օրինակ ցույց է տալիս, որ այս զարդանախշերը ամբողջովին պետք է վերականգնվեն, ճիշտ նույն կերպ, ինչպես եղել են անցյալում։ Բացի դրանից պետք է փայտը ամբողջովին մշակվի եւ յուղապատվի, որ դիմանա ժամանակի քայքայման, այսպես sense սրտառուչ խոսում էի Եվ մեկ էլ տեսնեմ, այս վարպետը էմպաթիկ ձայնով ասում է, ես ձեզ շատ լավ հասկանում եմ, ձեր պապիկի տունն է, ձեր մանկության հիշողություններն են, հասկանում եմ, որ դուք ուզում եք այս ամբողջը պահպանել, չթողնել, որ քանդվի։ Այնքան բնական ու մարդկային հնչեց վարպետի խոսքը, որ ես չկարողացա ճիշտն ասել ու ասել ոչ, ես որևէ բարեկամական կապ չունեմ գիտնական Սիսակյանի հետ։ Ես գլխով արեցի, իբր այո, դուք շատ ճիշտ հասկացաք, ես ուզում եմ փրկեմ իմ մանկության հիշողությունները եւ այս ամբողջ շենքը։ Ես ոգևորվում եմ իմ մտքում եղած պատկերով։ Ես կարողանում եմ տեսնել այս շենքը կենդանություն առած։
Ես կարողանում եմ պատկերացնել այդ աշխուժ ձայները, որ դպրոցականները էքսկուրսիաներ են գալիս մեզ մոտ, եւ այն ինչ այստեղ առաջարկվում է դպրոցականներին, շատ նոր է ու կանչող, ու իրենք ոգևորվում ու անհանգստանում են իրենց մտքերը այստեղ տեսած ամեն ինչով։ Եվ մի տեսակ հույս ունեմ, որ այդ էքսկուրսիա եկած երեխաներից ոմանք հետո առանց խմբերի էլ կգան մեզ մոտ, որովհետև իրենց հետ է կանչելու այս տարածքը։ Երբ մենք տեղեկացանք Նորայր Սիսակյանի անվան թանգարանի գոյության մասին աշտարակում, մտածեցինք, որ դա կարող է առաջի փորձը լինել, որ բավականին ակտիվ ու մեծ համայնքում ստեղծել մի կենտրոն, որտեղ երեխաները, երիտասարդները դպրոցից դուրս կկարողանան հանդիպել, շփվել, քննարկել, վերլուծել։ Մի խոսքով միջավայր կստեղծվի, որտեղ որ բացերը, որ ես նշեցի, կփորձենք լրացնել։ Նախագիծը արդեն մեկնարկել է եւ հուսով ենք առաջիկա ամիսների ընթացքում արդեն վերանորոգման աշխատանքները ավարտելուց հետո թանգարանի դիզայնը, բովանդակության կոնցեպտը հաստատելուց եւ իրականացնելուց հետո եւս մի կարեւոր կենտրոն կգործի Երևանից դուրս, տվյալ դեպքում աշտարակում։ Կենտրոնը ձեռք է բերելու ոչ միայն համայնքային, այլև մարզային նշանակություն, քանի որ այստեղ կազմակերպվելու են կրթական խմբակներ, որտեղ երեխաները կուսումնասիրեն տիեզերագիտություն, կենսաբանություն, հրթիռաշինություն, լեզուներ, համակարգչային հմտություններ եւ այլն։ Սա բացառիկ հնարավորություն է դառնալու ոչ միայն աշտարակի, այլև հարակից համայնքների բնակիչների համար, ինչպես նաև խթանելու է գիտական զբոսաշրջությունը Արագածոտնի մարզում։